Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ առավոտ, բայց խոսելու ենք ամփորձանք գիշերի մասին, ըստ Գուրգեն Խանջյանի Պատահարը պիեսի նոր ներկայացում է բեմադրվել, գյուղացի ամուսինները պատրաստվում են քնելու, սակայն լսվում է ավտովթարի ձայն, ներս են մտնում մի հարուստ տղամարդ եւ մի կին, որը վարքից այնքան էլ լավ չէ։ Գյուղացի տղամարդը միանգամից հրապուրվում է նրանով, պարզվում է, որ նրանք մեքենայով հարվածել են այս գյուղացի մարդկանց տան պատին, ներկայացման ընթացքում հանդիսատեսին սպասվում են սյուժետային անակնկալներ։ Ովքեր են նրանք, հենց գյուղացի մարդը եւ անծանոթ հյուրը, կիմանանք հենց դերասանները զրուցելուց, մեր հյուրերն են Անդրանիկ Հարությունյանը, ներկայացման դերասանի պրոդյուսեր, Լեռնո Հարությունյանը, դերասան, Սաթենիկ Հազարյանն էլ ընթացքում կմիանա մեզ, որովհետև այս պահին ճաշիկ է պատրաստում։ Ներքևյարկում ճաշիկ է պատրաստում։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն ենք ալելու համար, շատ հաճելի է եւս մեկ անգամ, եւս 15-րդ անգամ հայտնվել այս տաղավարում, իրականում շատ հաճելի է, եւ շատ հաճելի է, որ նմանատիպ հետաքրքիր եւ գեղեցիկ պրոյեկտների համար եք հրավիրում հյուր, այսինքն ներկայացումներ, լուսաբանում եք եւ նմանատիպ բաներ, շատ հետաքրքիր է այդ առումով, այսինքն արվեստին կողմնակից եք, այսպես ասեմ։ Դե հիմա ասեք ինչով է հետաքրքիր ձեր պրոյեկտը։ Հետաքրքիր է այնքանով, որ Լեռնոն է խաղում։ Ընդամենը այդքան է, չէ, բայց ես համապրոդյուսերն եմ, ես եւ համ ռեժիսոր եւ ոչ թե ես ռեժիսոր, ես պրոդյուսեր եւ ռեժիսոր եւ պրոդյուսեր Գարիկը Միրզոյան, Բոհեմ թատրոնի դերասաններից եւ ռեժիսորն ինչու՞ չէ նաեւ ինքն է բեմադրել, իսկ ընդհանուր գաղափարը եւ միտքը եղել է Լեռնոյին Հարությունյան, որտեղ առաջի անգամ մենք բեմադրեցինք ներկայացումը եւ խաղացինք առաջի անգամ Եղվարդի թատրոն մշակույթի տանը, որից հետո չգիտես ինչու այդ ներկայացումը ոնց որ ստոպ եղավ, չխաղացինք էլ, ու մտածեցինք ինչու՞ չէ կարելի է բերել իրան քաղաք, Երևան քաղաք եւ ապրեցնել այդ ներկայացումը եւ ապրեցրեցինք եւ փառք Աստծո նորմալ է ու մոտավորապես մի տարի եւ ավել չէ, եթե չեմ սխալվում։ Մի տարի եւ ավել խաղում ենք Լեբլեցուն դալիչներով, կստացի հաջորդը ամսի 39-ն է, 2 օրը, մի 4 օրից երևի, հա։ Մարտի 30-ին։ Մարտի 30-ին եւ Լեռնոն ի սկզբանե ինձ առաջարկվել էր խաղալու Լեռնոյի կերպարը, որ այդ Խուժանն է, այդ մեծահարուստն է, բան, ես հասկացա, որ չեմ ուզում այդ կերպարը, ինչու, որովհետև բոլոր այդ կարծրատիպ կա, չէ, որ կամ քյարթու ես խաղում, կամ չգիտեմ ինչ, այդ կերպարն էլ է մի քիչ այդ տեսակ, մտածեցի, քանի որ շատ եմ այդ տեսակ կերպարներ կերտել, մտածեցի ավելի լավ կլինի գյուղացու կերպարը խաղամ ու փառք Աստծո, այդպես հետաքրքիր ստացվեց առաջի անգամ այդ կերպարում։ Իսկ Լեռնում կարծում եմ առաջի անգամ այդ կերպարում հենց ավելի էլի հետաքրքիր էր որպես այդ լկտի հարուստ մի փոքր պատմիդեռնիկ ջան։ Ճիշտ է, սա Անդրանիկը պատմեց, բայց ձեր Վերջում։ Ինչից սկսեմ։ Ինչից սկսեց։ Կերպարից։ 26-ի Առավոտ էր, այցան դաշտի լուսոփայց առավոտներից մեկը։ Ճիշտ է, նախաձեռնությունը իմն էր, բեմադրություն պիտի արվեր Եղվարդի մշակույթի տանը։ Իդեպ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Սաթենիկ Հակոբյանից, տնօրեն, մշակույթի տան տնօրեն, ով շատ իր մեծ աջակցությունը ցուցաբերեց բեմի կահավորանքից սկսած մինչև տուղ տալը։ Ու երբ որ առաջարկը արեցի Անդրանիկին, Անդրանիկը ամենաառաջի բանը, որ գրավական է եղավ են, որ իրա համար Բարձր աշխատավարձ։ Չէ, ասեց, որ իմ մոտ երազանքի նման մի բան ա եղել քո հետ բեմում լինել։ Բացվում են բոլոր գաղտնիքները հետ, ու համաձայնությունը տվեց։ Չէ, Լեռնոյի անկեղծությունն ուսին, որ ինքը բացահայտում ամենտեղ իմ եղելությունը իր կյանքում, որպես պետք է լինել։ Ու համաձայնությունը տալուց հետո ճիշտ ասած ես էի ու փորձում բեմադրեմ իսկական պիեսը, մենք հետո փոխեցինք պիեսը եւ վերնագիրը փոխվեց եւ պիեսի մի քիչ կառուցվածքը փոխվեց, ընթացքում կարծիքներն էին, որ կոմերցիա չի, հետո դժվար է ալնելու մատուցել, մի անգամ չենք ուզում խաղանք բան, հրավիրեցինք Գարիկին, այդ փոխեցինք այդ ամեն ինչը, այն ժամանակ
Տրագեդիա է, իրականում եթե մեր հեռուստադիտողներից մարդիկ կան, ովքեր կարդացել են Գուրգեն Խանջյանի պատահար պիեսը, սիրելի հեռուստադիտողներ ձեր մասին է խոսքը, եթե կարդացել եք, համոզված եմ կարդալուց հետո կմտածեք, որ չեմ ուզում նայեմ այս ներկայացումը։ Եթե որպես այդպեսին, որ հենց նույն ձև բեմադրվեր, անկեղծ ես չէի գնա նայելու։ Բայց լիովին փոխվեց, ամբողջությամբ համարյա փոխվեց, մնաց միտքը միայն, միտքը այնքանով, որ գյուղացի ընտանիք մեծահարուստ բախվում է տան ու տեղից սկսում է ներկայացումը։ Պիեսում շատ վատ ասելով, հիմա կարող է ինչ-որ մեկը սիրել է, չգիտեմ, բայց ինքը լրիվ դարձավ հումորային, լրիվ հետաքրքիր, սյուժեն փոխվեց, ամեն ինչը փոխվեց, դերակատարները փոխվեցին։ Իրականում դերակատարները, երբ որ մշակույթի տանը եւ վարդի խաղում էինք, 4 անձ էինք, ես Լեռնոն Հարությունյան, Սաթենիկ Ղազարյան եւ Լենա Կասիմյան։ Հետո ավելացավ մեր Արենը Սաֆարյան, այնտեղ խանութ բանի մի հատ կերպար կա, ավելացավ շատ հետաքրքիր կերպար է։ 5 հոգի ենք բեմարտակում, մեկը մեկից հետաքրքիր, գեղեցիկ, ես գյուղացու ինքը։ Ահա, այդտեղ գիտեք ինչն է ավելի շատ արտացոլված, հակասությունները, կերպարների հակասությունները։ Ու հանդիսատեսի են վերջի մտորումը այն է, որ հիմնականում ես ինչ կանեի։ Հա, որ ես լինեի ինչ կանեի։ Ինչ կանեի։ Սա է։ Որտեղ այնտեղ գումարի եւ չբացահայտեմ գաղտնիքը։ Վաճառվելու խնդիր։ Հա, վաճառվելու խնդիր կա ու հանդիսատեսը համոզված եմ ավելի քան, որ բեմահարթակի գտնվող դերասանների հետ միասին մտածում է ես ինչ կանեի։ Ու այնտեղ մենք դրա պատասխանը իրականում մենք էլ դրա պատասխանը չունենք, բայց ներկայացումը ավարտվում է նրանով, որ ամեն դեպքում ամբողջ աշխարհում ոնց որ ընդունված է կինը միշտ հաղթող է դուրս գալիս ու իրան ոնց ասեմ ձիգ պահելով ինքը իր ընտանիքը պահում է միջև վերջ։ Հա, բայց ինչի հաշվին։ Լավ, գրվում ենք հակասությունները հիմա հարցականի տակ արդեն, հա, մեր եթերից հետո։ Վերսեն այստեղ գրել էր, որ ներկայացման ընթացքում հանդիսատեսին սպասվում են սյուժետային անակնկալներ, ինձ հետաքրքիր է նաև ռեժիսորական ինչ հետաքրքիր լուծումներ կան, որովհետև սցենարը բավականին հետաքրքիր է, այդ վթարը, չգիտեմ, երկու մարդու ներխուժումը եւ այլն։ Սյուժետային փոփոխությունը հենց նրա մասին է, որ հիմա որ բազապես գաղտնիքները բացենք շատ հետաքրքիր չի լինի հանդիսատեսի համար, ես կուզեի որ ձեզ իմիջիալոց հրավիրում ենք ամսի 30-ին, սիրով անպայման կգաք, ցավոք սրտի Տոմսերը մոտից չի, բայց արդեն պատկերացրեք ունեք Տոմսեր, կգաք կնայեք ու կհասկանաք, որ կարծում եմ չարժե շատ բաներ բացահայտել, որովհետև հենց հանդիսատեսը այդ նայելուց հետո անմիջապես կհասկանաք, որ մենք ոնց կանեինք։ Դրա համար մի փոքր, ասենք այդ պատահար պիեսը կարդալուց հետո ինքը հասկանում է ինչա կատարվում, ինքը իրականում լրիվ հական է։ Իրականությունն է, որը որ կա, որը որ վատն է, ասենց գիտեք մի հատ տեքստ կա, մեկ էլ հոп, այդ մեկ էլ հոփերը շատ են։ Հա, ներկայացման մեջ։ Մեկ էլ հոп ասենց կարծում եմ իմաստ չկա բացելու փակագծերը։ Այո, ավելի լավ է տեսնել ներկայացումը եւ հենց անակնկալը այդ ու անընդհատ սպասում են մեկ էլի էլ ինչ հոп։ Հետո դերասանական խաղն էլ է տանում նրան, որ մեկ էլ հոպից անմիջապես հետո դու հասկանում ես, ինչ կատարվեց։ Նայում ես, մեկը չես հասկանում, որ այս մեկի հետ աղբեր էր, քուր էր, ընկեր էր, բան։ Այսպես մի հատ սյուժետային փոփոխություն է լինում, որ հանդիսատեսը նույնպես է։ Բայց այդ ամեն ինչը, այդ Լեռնոյի ասած մեկ էլ հոպ վիճակը շատ է, բայց շատ անգամներ նաև հումորին տված հոպեր է, որ մեկ էլ հոպ վախնդում ես, մեկ էլ հոպ հայ, իսկական պիեսը իրոք ահավոր էր, շատ վտանգավոր էր հանդիսատեսին մատուցելու համար էր վտանգավոր հայ հանդիսատեսին։ Դրա համար տենց ֆունդամենտալ մի հատ իրան ես կադրում բարևում եմ մարդկանց բարևներ, շատ լավ։ Ես եթերը սկսելուց առաջ Զորոն ասեց Լեռնիկ անպայման իմ մասին խոսաս։ Ինչ պետք է խոսաս Զորոն։ Հիանալի անձնավորություն, իմ որ Զորոն։ Հա, Արենի պրոդյուսերը։ Ինձ համար վերջերս բացահայտված անձնավորություն, Պրոդյուսինգով կապ ունի ներկայացման հետ։ Չէ։ Ֆինանսական պրոդյուսերնով է ներկայացման։ Կարելի ասել, ես եւ Գարիկին։ Կարելի ասել ավակ խորհրդատու Զորոին, որովհետեւ էլի եմ ասում, չգիտեմ իրա մեջ այդ ինչ մեր համեստություն էր նստած, որ առաջի տպավորությունը
հետո կամած Բացահայտեց։ Չէ, լուրջ ինքը իմ համար բացառություն կոչվող մարդկանցից մեկն է։ Շատ քիչերը գիտեն իրականում այդ մասին, բայց ճիշտ է ասում։ Շատ Առաջի հայացքից անգամ չես մեկ զորոյին ամուսնացնել։ Չէ, զորոյին ամուսնացնել խինոր ենք ուզում։ Մնացել է մեր ջանը, դե հերիքը։ Հերիք եղան բոլեղանել իդու չի կարող։ Հա, բայց ճիշտ է, թող ապրի նորմալ։ Որ մեկ ամուսնացել ենք ինչ։ Այդ աղջիկում էլ որ պիտի ամուսնանա, թող ապրի նորմալ։ Ինքը ջան դա։ Շատ լավ, ով համաձայնվեց ներկայացման մեջ խաղալ, դու Լեռնիկ, թե դու։ Չէ, ամենաառաջ ես եմ առաջարկողն եղել բոլորին, Սաթենիկից սկսած, Անդրանիկ, ես եմ սկսել փորձերը, Ամեն օր գնում էինք Եղվարդ, փորձեր էինք անում, միջազգ Եղվարդի մշակույթի տանը արդեն հոգի հարազատ դարձած այդ միջավայրում, շատ հետաքրքիր փորձեր, բաներ, ներկայացումը առաջի անգամ հանձնեցինք այնտեղ, իմ 2 անգամ խաղացինք մշակույթի տանը Եղվարդի, եւ հետո այտենց իրան շատ չէինք էլ փոխել ներկայացումը այտենց։ Հետո որ Գարիկին առաջարկեցինք, որ համ պիեսի վրա աշխատի փոփոխություն անի եւ համ որպես բեմադրող բերի հենց Երևանում արդեն բեմադրենք, շատ փոփոխություն եղավ եւ ավելացավ նաեւ Արենը։ Ու ինքը արդեն սկսեց այնտեղ էլ էր աշխատում, այնպես չի որ չէր աշխատում, բայց քիչ կենթանացրին։ Հա, ավելի գնալով իրան Ո՞րն է պատճառը, որ Արենը Եղվարդում չեկավ։ Չէ, որովհետեւ չկար նման կերպար, չէ, ոչ թե չուզես չկար նման կերպար։ Հետո նման կերպար կար, հետո այդ կերպարին շունչ տվեցինք։ Այսինքն որպես խանութ բան, այսպես ասած, գալիս էր ճիշտ ասած դրանտակից։ Նայ մեր փորձերին բան, ասիկ դե տղա, գալիս է բերեք բարձրանա բեմ խաղա, կասում մեջ։ Սաթը Ազարյան շատ հեշտ էլի Լեռնոյի ասացի պես, հա, շատ հեշտ համաձայնվեց եւ Լենան Կասիմյան, որը Ստանիսլավսկի մայմա չեմ սխալվում, եւ նաեւ Բոհեմ թատրոնում այնպես որ դերասանական անձնակազմը շատ մեկը մեկից տաղանդավոր բացի ինձնից մնացածը դե Լեռնում որ կա արդեն փայլա բեմում մեր վրա Լեռ այո Սաթենիկը կերպարվում կինն է ձեր իմ կինն է գյուղացու կինն է Իմ զոհը Այո, եւ Լեռնոյի զոհը, նու իտոգում զոհը չի լինում, բայց լավ, քանի որ sense շատ խորանանք բաց են գաղտնիքները, բայց չի լինում։ Չէ, լավ, արի չասենք, հա։ Դե չէ, չեմ Լավ, որտեղ է ներկայացնում, Բոհեմ թատրոնը հետ ասեք, որտեղ ներկայացնում։ Ես տպարությունս գալու Եղվարդ նորից ներկայացում։ Չէ, ներկայացումը Բոհեմ թատրոնում է, Բաղրամյան 3 հասցրեմ գրողների միության շենքում, մարտի 30-ին ունենք հաջորդը ժամը երեկոյան 19:30-ին մեր ներկայացումները հիմնականում իմ Արենի իմ անդորագիրը եւ այդ ներկայացումը որպես պրոդյուսերում ենք որոշել ենք որ 7:30 լինի Այն վատ խցանումների ժամը հա այն որ մի փոքր անցնում է որ գոնե չէ հետո գիտեք ինչ ենթադրենք դնենք 7-ին մեկը 7:30 են գալու ամեն դեպքում 7:30 դնում են 7:00-ին են գալի 7:40 են գալի բայց ամեն դեպքում ինքը շնչեց ներկայացումը Երևանում եւ ես համոզված եմ որ երկար էլի կխաղանք որովհետեւ թե դերասանական կազմը մեկը մեկից հետաքրքիր եւ թե պիեսը արդեն շունչ տված ու հանդիսատեսին էլ ավելի գրավող ներկայացում է հիմա ես համոզված եմ որ դուք եք նայեք սուր ենթադրենք հա դու որ գազ նայես հաստատ ասելուս ես ինչ էի անել տենց ինչ էի անել չէ ես ինչի չէի խաղում Իրա մոտորի հարցը ոչ թե ես ինչ կանես ես ինչի չեմ խաղում ես ներկայացում քո ես էլ ես փորձեր ընթացում գամ նստեմ դրան հետևից չէ այդ կերպար ոնց որ չունենք չէ տենց դրսից եկող չէ հա մեկ էլ իրականում կա Արենի կինը Չէ, չեմ կարող, որտեվ չեմ թրաշված։ Իրականում Արենի կինը որպես այդպեսին միֆ կերպար ինքն է չթրաշված է։ Հա, ես լուրջ եմ ասում, որ ասում պաճմակ ծակսկում, ասես բեղիկներ ունի կուճը։ Մի խոսքով հետաքրքիր է պիեսը ու ինձ շատ է դուր եկել ու առաջի անգամը որ նմանատիպ ներկայացման մեջ ես եմ հանդես գալի գյուղացու կերպարում։ Ճիշտ է, էլի հումորային է, բայց այդ տեսակ կերպար դեռ չի խաղացել։ Ստացվել է։ Բայց դեռ կերպարի թեման կարծես թե շրջանցեցինք մի քիչ բնավորության մասին, ինչ եք դուք ձեզնից դրել կերպարում, կերպարից ինչն է ձեզ գալիս, եթե ինչ-որ բան վերցնում եք այս կերպարից, կամ գուցե չեք վերցնում։ Ինքը չի առհասարակ։ Չէ։ Լրիվ ուրիշ։ Հո, շատ վատ մարդ է։ Չէ, ես իմ կերպարներից ոչ մի բան չեմ վերցնում։ Իրոք։ Հա, իրոք, հա։
Հիմնականում փորձում եմ տամ։ Հնարավորինս։ Տվող տեսակ է։ Լեռնոն տվող տեսակ։ Հարցրի։ Կերպարը Բայց ինչի բնավորություն։ մասին։ Բնավորությունը։ Բնավորությունը։ Շատ ոտա։ Շատ ոտա։ Ես ում հասկան պրոդյուսերները ոնց են լեռնի հետ խոսում։ Չի ես Կյանքը վայելող տղա է։ Հա, ուրիշի ավել պակաս մտածմունք չունինք, հետո օրը լավ անցնի, իրա ուտել խմելով, մի հատ էլ սիրուն գեղեցկուհի աղջիկ լինի կողքը։ Ու ամեն ինչ Դե հիմա կարծի։ ասեք դա վատա թե լավ։ Վատա թե լավ կիմանանք արդեն ամսի 30-ին, երբ որ գնանք Բոհեմ թատրոն 19:30-ին եւ կվայելենք ներկայացումը Անդրանիկ Լեռնիկ, ձեզ ուզում եմ իրերի ջվանի Սափոր Ռոզեգինի ներկայացումից հետո կբացեք։ Կշնորհավորեք միմյանց, իսկ այն ինչ որ հաջորդ թիվ նվիրել եմ, օգտագործեք միայն խոհանոցում կամ փոխանցեք Սաթենիկին, այո, որ չկարողացավ հասնել եթերին։ Տրամոնտինա բրազիլական բրենդ, որ ներկայացնում է խոհանոցային պարագաներ, թեթևացնելու խոհանոցում ձեր հոգսը։ Սա Սաթենիկին։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ։ Ասում է Եգիպտոսի տոմս։ Չէ, Եգիպտոսի տոմսը այդ արդեն ներկայացումից հետո դուք կնվիրեք։ Բացիկներ եմ ուզում նվիրել, արև բացիկներ են, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, տոներին, ծաղիկների եւ նվերների հետ Անվանական երևի, հա։ Այո, այստեղ Հայկոյի երգի խոսքերն են ամենառաջին ով ինձ զգում ես եւ վերև սիրո ճամփով դեպի վերև։ Սա ձեզ նվիրելու համար ձեր կանանց։ Առաջարկում եմ մեկնես Զորայի համար առանձնացնենք, որպեսզի գտնի իր սիրելի։ Լավ, Զոր ջան, Սերժ ջան, մենք իրար սիրում ենք եւս 1 տարի Սոֆի Մխեյանի խոսքերն են, երբ որ մի տարի հետո կանցնի արդեն ում կգտնես, սա կնվիրես։ Զոր ջան, սա քոնն է։ Անպայման կփոխանցենք։ Շնորհակալ ենք ձեզ ու մաղթում ենք հաջողություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, ցավոք սրտի Սաթենիկը չկարողացավ հասնել գա եթերին, բայց համոզված եմ, որ ինքը նույնպես ողջունում է բոլորին եւ ուզում որ մարտի 30-ին բոլորին հրավիրում ենք Բոհեմ թատրոն դիտելու անփորձանք գիշեր ներկայացումը։ Սիրում եմ ձեզ, հաջողություն։ Յանարե։ Դե այս պահին էլ կարճ դադար։ Հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։